հազարավոր անգամներ ասել եմ այդ միտքը, որ այն ինչ որ տեղի է ունենում կամ տեղի ունեցավ, բնավ վերջնական նպատակը չէ։ Այսինքն Արցախը չէ նպատակը վերջնական, այլ դա նախերգանքն է։ Եվ իրականում այո, այդ ողջ ժամանակահատվածը ու այնպես չի, որ ես հիմա եմ սկսել դրան ուշադրություն դարձնել կամ նոր եմ նկատում, ես միշտ այսպես զգոնությամբ ուշադիր նաև փորձելով հակազդել իհարկե նաև հետևել եմ այն գործընթացներին կամ այն քաղաքական իբրև թե օրակարգին, որը ունեն Հայաստանի իշխանությունները Ադրբեջանի հետ միասին։ Եվ ցավոք միշտ ցանկացած գործընթաց ոչ թե տպավորություն, այլ շատ ակնհայտ է եղել, որ այն ինչ տեղի է ունենում Արցախում, կարծես փորձարկում լինի։ Փորձարկում եւ սովորաբար մեծամասամբ պետք է ազնիվ լինել եւ խոստովանել։ Այո, Ադրբեջանը եւ Հայաստանի իշխանությունները հաջողել են իրենց այդ բոլոր գործընթացներում։ Եվ արդյունքում տեղի ունեցավ այն ինչ որ ի սկզբանե ծրագրավորված էր, այսինքն Արցախը լինի առանց հայերի։ Գիտեք, այս միտքը նաեւ տեղահանումից ու այստեղ կեղծ այդ խաղաղության օրակարգի խոսույթին զուգահեռ առաջացած միտք կա, որ դեռևս 1.5 տարի առաջ արդեն ես խոսում էի դրա մասին, որ տեսեք, այո, Արցախը կա, տարածքը կա, այնտեղ խաղաղություն է, չկան կրակոցներ, խաղաղություն է ըստ էության, բայց այնտեղ հայ չկա։ Այսինքն, այո, այնտեղ աշխատեց խաղաղության օրակարգը, տեղի ունեցավ այդ խաղաղությունը, այո, որովհետև հիմա խաղաղություն ասելիս բոլորս արդեն հասկանում ենք կամ տեսնում ենք այս իշխանությունների բերած եւ շարունակվող բերվելիք խաղաղությունը։ Եվ ըստ էության այն ինչ որ շատ ակնհայտ արդեն նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո սկսեց Արցախում տեղի ունենալ, այն է, որ սկզբնական շրջանում հայտարարություն եղավ 5 տարով ռուս խաղաղապահները եւ այլն, բոլորս տեղյակ ենք, արդեն անգիր գիտենք բոլոր կետերը, մի տեսակ բոլորը թուլացան, հանգստացան եւ շատ-շատերին, այդ թվում նաեւ ժողովրդին հիմնականում թվաց, որ այդ դաժան պատերազմից հետո այդքան կորստից մարդկային, հետո նաև Արցախի մեծ հատվածի կորստից հետո թեկուզ եւ փոքր հատվածի վրա հնարավոր է ունենալ խաղաղ եւ բարեկեցիկ կյանք, որովհետեւ նաև այն ժամանակ Արցախի իշխանությունը իդեմս նախագահի խոսում էր հենց դրա մասին եւ ժողովուրդը կարծես թե անակնկալի եկավ մեզ համար իհարկե սպասելի էր այդ տարբերակը, որտեղ անընդհատ մենք խորհրդարանում խոսում էինք նաև այդ մասին եւ բոլոր հարց ու պատասխաններին այդ անհանգստությունը հնչեցնում, բայց անսպասելի էր ժողովրդի համար այն հանգամանքը, երբ Ադրբեջանը պայմանավորվածություններից կամ հայտարարությունից դուրս պահանջեց շատ արագ կառուցել ճանապարհի շինարարությունը սկսել, ընդ որում իրենք ասում էին ճանապարհ, թե Հայաստանի, թե Արցախի իշխանությունները ասում էին Միջանցք, բայց իրականում մենք հետագայում տեսանք, որ այո, հենց ճանապարհ էր դա, ոչ թե Միջանցք, եւ կառուցել ճանապարհ եւ ժամկետից պայմանավորվածությունից 2 թե 3 տարի շուտ պետք է ավարտել, կա դրա հրատապությունը։ Չընդդիմացավ որևէ մեկը, չընդդիմացան Հայաստանի իշխանությունները, ի վերջո այստեղի վարչապետի, Հայաստանի Հանրապետության վարչապետի ստորագրություններ այդ հայտարարության տակ չընդդիմացան նաև Արցախի իշխանությունները ցավոք եւ ճանապարհի շինարարությունը մեծ թափով սկսվեց։ Հայկական կողմը իր պարտավորությունները այդ առումով չէր կատարում։ Չնեղվեց դրանից թշնամի կողմը սկսեց կառուցել։ Եվ մեզ այն ժամանակ համոզում էին նույն իշխանությունները, որ ինչի եք նեղվում, տեսեք ինչ հրաշալի, անվտանգ, անփորձանք, որակյալ ճանապարհ են կառուցել։ Դա հենց խորհրդարանում ուղիղ եթերի ժամանակ է ասվել։ Այսինքն ըստ էության մեր աչքի առջև մեզ համոզում էին, որ խաղաղության օրակարգ է տեղի ունենում Արցախում։ Եվ մեր բոլոր
հակառակ փաստարկները, որ դա ճանապարհ է, որը ինչ որ մի պահի ուղակի փակելու է ճշնամին, դիտվում էր որպես խոճապ առաջացնող հայտարարություններ, պառակտում առաջացնող եւ այսպես հակապետական հայտարարություններ։ Արդյունքում ցավոք սրտի ուրախ կլինեինք, եթե մենք իրոք այդ բոլոր բնութագրումները իրականանային մեր նկատմամբ, բայց տեղի չունենար այն, ինչ տեղի ունեցավ, բայց տեղի ունեցավ։ Եվ հիմա մենք դրան զուգահեռ, այս մի դրվագը նույնիսկ եթե վերցնենք, դրան զուգահեռ վերցնում ենք այն, ինչ որ տեղի է ունենում դեռևս թուրքական լրատվամիջոցներին տրված հարցազրույցի ժամանակ Հայաստանի օրվա իշխանությունների ղեկավարը ասաց, որ տարբեր հասկանալու ձևեր կան աշխարհում, ինքը դրան ասում է խաղաղության խաչմերուկ, աշխարհը դրան դա դիտարկում է որպես միջանցք։ Իհարկե ծիծաղելի է նման փաստարկումը կամ արդարացումը, ամեն դեպքում բացի Հայաստանի իշխանություններից որևէ մեկ այն այլ կերպ չի անվանում, քան ցավոք սրտի Զանգեզուրի միջանցք եւ իր ողջ տրամաբանությամբ եւ այն հարց ու պատասխանը, որ մենք ժամանակին ունենում էինք մեր խմբակցությունը եւ նախագահ խորհրդարանում, ով է վերահսկելու, ինչպես է վերահսկվելու վթարների դեպքում, որ երկրի օրենքներով կամ ով է օգնության հասնելու, այդ պատասխանները ավելի շատ հիստերիկ դրսևորումներ էին եւ որևէ պատասխան չէր հնչում։ Նույնը տեսանք խորհրդարանում Հայաստանի վերջին հարց ու պատասխանի ժամանակ, երբ падգամավորի նմանատիպ հարցին վարչապետը ջղաձգվեց եւ այդպես էլ չպատասխանեց։ Թե այդ հատվածում, որ երկրի օրենքներն են գործելու։ Ամերիկայի, Ադրբեջանի, թե Հայաստանի։ Գիտեք, որովհետեւ ըստ էության եկեք երկու տարբերակ պիտի դիտարկել, կամ իրենք շատ լավ գիտեն եւ ունեն այդ պայմանավորվածությունները, որը մեր շահերից չի, հակառակ դեպքում կբարձրաձայնվեր, կամ մյուս երևի թե ավելի վատ տարբերակը, որ իրենք ուղղակի տեղյակ չեն